Գյուրջան կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրքալեզու պետությունների ղեկավարներն են կրկին հավաքվել այս անգամ Բուդապեշտում Էրդողանն իր ելույթում հիշեցրել է արցախյան 44-օրյա պատերազմը։ Թուրքական եւ ադրբեջանական համատեղ զինված ուժերով արցախահայերի դեմ իրականացված ռազմական ագրեսիան։ Ամեն անգամ Էրդողանը այդ փաստը նշում է եւ բացի դրանից ամեն անգամ նա Ալիևին հիշեցնում է, որ այդ հաղթանակը եղել է իրենց շնորհիվ։ Էրդողանն իր կրտսեր եղբորը Ալիևին է կարգել Հարավային Կովկասում այսպես կոչված խաղաղության ռահվիրա։ Խաղաղություն ասելուց հետո սակայն Թուրքիայի նախագահի աչքին Մանջուրիայից մինչև միջերկրական ծով հատվածն է երևում։ Հետևաբար Էրդողանի ելույթում երևում են պանթուրքական, նեո-օսմանական եւ ծավալապաշտական քաղաքականության նուրբ երանգներն ու տարատեսակ միջանցքների կառուցման մտադրությունը։ Մենք ուշադիր հետևում ենք Կովկասում զարգացող իրադարձություններին, որն ունի թուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին։ Ես համոզված եմ, որ հաղթած նախագահ իմ ընկեր Ալիևը կմտնի պատմության մեջ որպես լիդեր, որը խաղաղություն է բերել տարածաշրջան։ Նրանք իրենց լոզունգներում, այսպես խաղաղության լոզունգներով դիտարկում են, թե իբր խաղաղություն կլինի, ճանապարհներ կբացվեն, բայց իրականում, եթե նայում ենք այսպես գաղափարախոսություններին եւ Էրդողանի խոսույթին, որը համընկնում է այդ ծավալապաշտականության հետ, ապա հասկանում ենք, որ Էրդողանը նաեւ ունի այն գաղափարախոսությունը, որ Հայաստանը սեպ է, որը խրված է թուրքական աշխարհի մեջ եւ Հայաստանի վերացումը եւ այդ սեպի հանումը իրենց գլխավոր նպատակներից է եւ առաջի գործը, որ այդ սեպը պիտի հանվի, դա Զանգեզուրների, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը հնարավորություն կտա Հայաստանը որպես այդպիսին իրենց ճանապարհից վերացնել։ Խաղաղության մասին խոսելով Թուրքիայի նախագահը այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնք ըստ մասնագետի այնքան էլ ընդունելի չեն թուրքական մյուս պետությունների համար։ Էրդողանը կոչ է անում թուրքալեզու ժողովուրդներին միանալ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբի առաջ քաշած թուրքական պետությունների միավորման գաղափարախոսությանը։ Նա իր խոսքում մի քանի անգամ խնդրեց թուրքական պետություններին, որպեսզի աջակցեն այդ ծրագրին։ Եթե ժամանակին այս գաղափարախոսությունը ուներ իր այսպես ակտուալությունը, քանի որ թուրքախոս ժողովուրդները գտնվում էին ռուսական կայսրության տիրապետության տակ, այնուհետև սովետական միության մեջ, այժմ նրանք ձեռք են բերել անկախություն եւ ունեն իրենց ազգային նպատակները եւ այս հարթակը դիտարկում են ընդհանրապես տնտեսական համագործակցության մի տիրույթ եւ կարծում եմ դեռևս Էրդողանը փորձում է եւ այդ խոսքում էլ եթե նայենք, փորձում է համոզել այս պետություններին, որպեսզի նրանք միանան այդ խոշոր գաղափարին, որը դրվել է դեռևս 20-րդ դարի 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Էրդողանն ու Ալիևը իրենց դարավոր ծրագիրը կյանքի կոչելու համար աչքը դրել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին եւ թուրքագետները վստահ են, նրանք ամեն գնով փորձելու են հասնել դրան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնականի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կեղծ խոսույթին։ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա, արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին, շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իրանի դեսպան Մեհդի Սոփանին մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է, որ Իրանը բնականաբար աջակցում է խաղաղությանը եւ շարունակելու է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից եւ Իրանը պատրաստ է իր ներդրումը բերել այդ գործընթացում։ Դեսպանը նաեւ ողջունել է Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, նշելով, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի ապաշրջափակմանը, տնտեսության զարգացմանն ու փոխադրումների բարելավմանը, ընդգծելով, որ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Օկուպացված Արցախում ավարտվել է Ադրբեջանի բանակի եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի Արազ 2025 համատեղ զորավարժությունները, հայտնել են ադրբեջանական լրատվականները։ Կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ մարտական սցենարների մոդելավորում եւ երկու կողմերի դաշտային հրամանատարների եւ մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցություն։ Արազ 2025 զորավարժությունները տևել են 3 օր։ Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններին զուգահեռ Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Հայաստան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իսրայելում էր։
Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել։ Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության եւ Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության եւ արտակարգ վիճակներում աջակցության ամրապնդմանը, ակնկալում ենք խորացված եւ արդյունավետ գործակցություն, հայտնել են Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունից։ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում 28 պաղեստինցի է զոհվել, այլ կերպ վերջին 1 օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 100-ի։ Իսրայելական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Խան Յունիսի տարբեր շրջանների վրա։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում 53655 պաղեստինցի է զոհվել, 121950-ը վիրավորվել։ Մշակվում են կոնյակագործների աջակցության ծրագրեր, որոնք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետք է ապահովեն խաղողի անխափան մթերումները, հայտնել է էկոնոմիկայի նախարար Պապոյանը։ Նա ընդգծել է, որ բրենդի սպիրտ արտադրողներին եւ խաղողագործներին միայնակ չեն թողնի, այսինքն մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրաված են այդ գործընթացներում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան եւ պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը։ Պապոյանը անդրադառնալով կոնյակագործների բողոքին նշել է, որ կայցելի Վրաստան, եթե գտնի, որ դա էական ազդեցություն կունենա իրավիճակի վրա։ Ընդհանուր առմամբ 54,000-ից ավելի քաղաքացիներ եկամուտների հայտարարագիր են ներկայացրել, նրանցից 23,000-ը 2 միլիարդ դրամից ավելի սոցիալական կրեդիտ են ստացել։ Ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաև միաժամանակ փոփոխություններ են կարել, գիտեք, այդ 300,000 շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրերը դրածներից, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրերը դրածներից, որը բխում են իրականացման քարտերի հասանելիությունից։ Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, կարող է վստահեցնել, որ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր լրացնող բոլոր քաղաքացիները ID քարտերով ապահովված կլինեն։ Էականը դինամիկան է, ասենք, երբ որ նայում ենք օրինակ, թե յուրաքանչյուր շաբաթ քանի քաղաքացի է հայտարարագիր լրացնում, իրականում բավական տենց հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա, ու մարդիկ արժանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը։ Այդ վստահությունը կարծում եմ մեզնից այդքան կախված չէ, ինչու, որովհետև ներքին գործերի նախարարությունը ավելի հստակ կասի, թե մինչև նոյեմբերի 1 բոլոր ID քարտերը պատրաստ կլինեն, թե չէ։ Հաջորդ հարցը վերաբերում է կոնյակագործներին։ Տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպանատան մոտ։ Վրացական մաքսակետում խոչընդոտներ են ստեղծվել հայ կոնյակագործների, գինեգործների համար։ Իրենց ապրանքը չեն կարողանում արտահանել։ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ գիտեն խնդիրը, աշխատում են այդ ուղղությամբ։ Փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են իրականացվում։ Այս պահի հիմնական մեկնաբանությունը նա է, որ դա ստանդարտ մաքսային ընթացակարգերով իրականացվող փորձաքննություն է, երբ որ ոնց որ ես էի նոր ասում, որ մենք ենք իրականացնում, երբ որ ռիսկ է տենում մաքսային համակարգը կամ մաքսային աշխատողը, որ պետք է ինչ-որ ապրանքի վերաբերյալ ուսումնասիրություն անի, ինչ-որ նմուշ վերցնում է ուղարկում է փորձաքննության։ Հիմա այս պահին այդ մեկնաբանությունը ունենք, բայց իհարկե այդ մեկնաբանությունը դեռ բավարար չէ, որ խնդիրները խորը հասկանանք։ Հունվար-ապրիլին ՊԵԿ-ը տնտեսվարողների 6124 ստուգում է կատարել։ Ստվերի դեմ պայքարի եւ վարչարարության շրջանակում 45 միլիարդ դրամի գումար է մուտք արվել պետբյուջե։ Ամբողջ գործիքակազմով 18%-անոց աճեր ունենք, մոտ 45 միլիարդ դրամի բացահայտումներ։ ՊԵԿ նախագահը վստահեցնում է, թե հաջող պայքար են տանում կոռուպցիայի դեմ։ 9 քրեական գործ կա հարուցված, 16 ծառայողական քննություն է իրականացվել, 6 աշխատակից խիստ նկատողություն է ստացել, համակարգից աշխատանքից ազատվողներ են եղել։ Մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ նախորդ տարվա վերջին նիստում կառավարությունը որոշեց, որ դեղատոմսով գնման ենթակա դեղերը ոչ թե 2027-ից ինչպես ավելի վաղ էին հայտարարել, այլ այս տարվա հուլիսի 1-ից դեղատները պետք է վաճառեն բացառապես դրանցով։ Հիմա հերթական անգամ փոխում են օրը, ամեն դեպքում հետ քայլ անում դեպի 2027, ընդ որում նույն հիմնավորմամբ։ Առնվազն երկրորդ անգամ է այս տեքստը տեղ գտնում իրավական նախագծերի կայքում։
Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողման գործընթացը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բաց թողման գործընթացը։ Նախարար Ավանեսյանն անցած տարվա աշխատանքներն ամփոփելիս նշեց. «Մեջբերում եմ դեղատոմս դուրս գրելն ընդամենը 2-3 րոպեի հարց է։ Կարգավորված դեղերի խումբը փոքր, ինչու չանել այդպես, ոլորտի փորձագետները նկատում են, ժամանակը բոլոր հարցերի պատասխանը տվեց։ Անցնող ամիսների ընթացքում 110,000 դեղատոմս էին բժիշկները դուրս գրել, դեղատներ դրանցից միայն 34,000-ն էր հասել։ Նախարարությունն էլ ընդունեց, համակարգը պատրաստ չէ, բայց այն նաև այսպես պարբերական փոփոխություններով է խարխլվում։ Յուրաքանչյուր փոփոխություն դա համակարգի համար նոր մարտահրավեր է, որը որ պետք է համակարգը պատրաստ լինի։ Երբ դրանից ելնելով ինչ է առաջանում է խնդիրներ, այսինքն քմահաճ փոփոխությունների արդյունքում համակարգը տնտեսվարողները, այսինքն բժշկական օգնություն իրականացնողները խնդիրներ ունելու։ Դա հենց անհատ բժիշկները։ Փորձագետները նաև պնդում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը մինչև 27 թվականը հետաձգելով նախարարությունն ըստ էության նաև պատասխանում է արդեն ամիսներ շարունակ օդում կախված ի վերջո, երբ կգործարկվի համընդհանուր ապահովագրությունը հարցին։ Ասում են մինչև 27-ը հույսեր չունենանք, չէ որ էլեկտրոնային դեղատոմսերը համընդհանուր ապահովագրության համակարգի առանցքն են։ Արմավիրի մարզում Էջմիածնում առանձնակի դաշնությամբ սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի վայրը Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկն է։ Բնակարանի դուռը փրկարարծարայության Վաղաշապատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են բացել։ Անմիջապես մուտքի մոտ էլ հատակին հայտնաբերել են 65-ամյա Գրիգոր Գրիգորյանի դին, կտրած ծակած վնասվածքներով։ Իմ տեղեկություններով նաև Վաղաշապատի ոստիկաններն ու մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են տանը դանակ, որի վրա արկա է առնանման հետքեր, չի բացառում, որ հենց այդ դանակով էլ նա սպանած լինի իր հորը։ Մարմնի վրա կա դանակի մի քանի հարվածի հետքեր։ Օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալները, Արմավիրի քրեական ոստիկանության պետը, ինչպես նաև Արմավիրի քրեական ոստիկանության վարչության պետի տեղակալն ու ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Արմավիրի քրեական եւ Էջմիածնի համայնքային ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարել է մահացածի որդին 22-ամյա Վաղինակը եւ որ նա պատրաստվում է իրեն կամրջից նետել։ Արագ եւ օպերատիվ են գործել իրավապահները, տեղեկությունները փոխանցվել են Երևանի գնդի բարեկներին։ Ու հենց նրանք հաղթանակ կամրջի մոտ կանխել են երիտասարդի գործողություններն ու նրան տեղափոխել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն ներկայացվում, իսկ մյուս հանգամանքները պարզվում են։ Մայիսի 21-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Եղարքունիքի մարզում, Սևան Մարտունի ետապ ճանապարհին բախվել են Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՈՒԱԶ Պատրիոտը եւ Կիան։ Մեկ հոգի տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Գավառ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության բարեկային ծառայության Եղարքունիքի մարզի գումարտակի բարեկները։ Օպերատիվ են գործել նաեւ փրկարարծարայության Գավառի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ՊՆ ռազմական ոստիկանության, Սևանի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները։ Քաղաքացիները նշում էին նաև, որ բավականին օպերատիվ են գործել շտաբօգնության բժիշկներն ու ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Եղարքունիքի մարզի գումարտակի բարեկները եւ վիրավորներից երկուսին բարեկներն են ավտոմեքենայից հանել, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, օգտագործելով իրենց ծառայական ավտոմեքենայում եղած բժշկական տեղատուփից անհրաժեշտ պարագաներ, ապա տեղափոխել ծառայական ավտոմեքենաներով Գավառ բժշկական կենտրոն։ Մի վիրավորին էլ հիվանդանոց է տեղափոխել շտաբօգնության ավտոմեքենան։ Մայիսի 21-ին Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում հրդեհ է բռնկվել Hyundai Solaris-ում։ Գազալցակայանում լիցքավորվելուց ու դուրս գալուց հետո։ Բարեբախտաբար վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել մեքենայից։ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Հետո նրանցից 2-ը Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ
խումբը։ Փրկարարծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարներն են մարել մեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Իմ տեղեկություններով դեպքի վայր է ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը։ Մայիսի 21-ին Չայնի ոլորաններում բախվել են Մերսեդեսն ու Շևրոլեն։ 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվ են գործել նաև ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ նշված վթարի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները ըստ հավաքված քաղաքացիների օպերատիվ են գործել նաեւ Աբովյան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Դարձյալ մայիսի 21-ին Երևան Սևան Իջևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը, Միցուբիշին եւ Ֆիատը։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորները երիտասարդ տղա եւ աղջիկ են, որոնց բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում շտաբօգնության ավտոմեքենայում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին։ Եվ հակասանիտարական վիճակ մայրաքաղաքում Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կառուցած աղբյուր հուշարձանի տարածքն անմխիթար վիճակում է։ Կարշահոտ է տիրում, հուշարձանի վրա հայհոյանքներ են գրված, իսկ նստարանները կոտրված են։ Քաղաքացիները Էրեբունուտ հաղափետի ուշադրությունն են հրավիրում տարածքը խնամելու ու բարեկարգելու համար։ Ամբողջ այս տարածքում տիրում է գարշահոտ վիճակ, ոչ թե աղբի, այլ ջուրը լցված է եւ նեղում է։ Լուսաղբյուր այս սիրուն կառույցը նաեւ մի քանի սրիկաների կողմից հայհոյանքներ են գրվել դրա վրա, աղբը տանում են, էսի թողում են։